Երևանում Մինասի առաջի ցուցահանդեսը եղավ իմ եղբորս բնակարանում։ Իրերը տեղավորել էին հարևանների մոտ, այն մեծ սենյակում եւ ամսից ավել Երևանի ինտելիգենցիան այդտեղ գալիս էր ցուցահանդես նայելու։ Հենրիկ Իգիթյան արվեստաբանի, քաղաքական գործչի եւ ժամանակակից արվեստի պաշտպանի հաջորդ քայլը իր խոսքով իսկական արվեստագետների գործերը ցուցադրելու հնարավորության ընձեռումը պետք է լիներ, սակայն ոչ իր փոքրիկ բնակարանում։ Այդ ժամանակի Երևանի քաղաքապետ Գրիգոր Հասրաթյանի անմիջական աջակցությամբ էլ 1972 թվականին Երևանում բացվում է Խորհրդային Միության ամբողջ տարածքում առաջին եւ միակ ժամանակակից արվեստի թանգարանը։ Սարյան, Քոչար, Ժանսե, Մելիբեկյան, Հակոբ Հակոբյան, Արա Շիրազ, Մինաս եւ շատ ուրիշների հասարակությունը հնարավորություն ունեցավ ճանաչել նոր գույներով։ Արվեստագետների աշխատանքները տեղ գտան նաեւ կենդանության օրոք Հենրիկ Իգիթյանի հրատարակած ավելի քան 20 անուն գիրք ալբոմներում։ Վերջին աշխատանքը, որը պատմում է հենց իր կյանքի ժամանակակից արվեստի թանգարանի մասին, ավարտին հասցրեց արդեն հիվանդանոցում։ Տարի ու կես աշխատում էր դրա վրա։ Անգամ մի 2 ամսով գնաց Փարիզ, որ չխանգարեն այնտեղ հիմնական աշխատանքը այնտեղ արեց, հյուրանոցից դուրս չէր գալի։ Ես այդ օրերին եղել եմ այնտեղ։ Ասեցի գնանք մի քիչ ման գանք միասին Փարիզ, ասեց եկել եմ ստեղ Երևանից փախել եմ, որ ես գործ անեմ։ Նրա 80-ամյա Հոբելյանին նվիրված եւ ռուսերեն ու անգլերեն տարբերակներով հրատարակված գիրք ալբոմում ներկայացված են թանգարանի հիմնադրման պատմությունը, ինչպես նաեւ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ ամենահայտնի նկարիչների ու քանդակագործների թանգարանում ցուցադրվող եւ արվեստասերներին դեռևս անհայտ աշխատանքներ։ Անշուշտ այդ գիրքը մեծ նշանակություն է մեր արվեստի համար, մեր ապագա սերունդի համար։ Զգում ենք այդ գրքի լրջությունը եւ նշանակությունը մեր հասարակության համար։ Շնորհանդեսին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ներկայությունը միայնի պաշտոնե չէր, բարձր գնահատելով թանգարանի դերն ու նշանակությունը հայկական մշակութային ժառանգության մեջ եւ մայրաքաղաքի համար, քաղաքապետը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում թանգարանի յուրաքանչյուր խնդիր։ Մեր թանգարանի բարեկամների անունից շնորհակալություն հայտնում եմ մեր քաղաքապետին Տարոն Մարգարյանին, որը տարվա վերջին բյուջեի ծանր պայմաններում համապատասխան գումար, մեծ գումար տրամադրեց եւ այսօր մենք այստեղ նստած ենք ջերուցված սրահներում։ Շնորհանդեսի շրջանակում ցուցադրվեց նաև արվեստագիրներ փաստավավերագրական տեսաֆիլմը, որը ստեղծվել է արվեստագետի վերջին հարցազրույցի հիման վրա եւ որով էլ հենց ամբողջացվում է Հենրիկ Իգիթյան մարդու, արվեստագետի եւ քաղաքացու կերպարը։ Я считаю, что вообще ни об одном человеке не надо делать фильм. Всегда нужен фильм о том, что сделал человек, а не о нем самом.